Լավ սովորող մարզաբնակ ուսանողներն ուսման վարձ չեն տա։ Սարգիս Կարապետյան հիմնադրամն է խրախուսելու մարզաբնակ լավագույն 100 ուսանողներին։ Ամեն մարզից մենք ընտրելու ենք 10 ուսանող, որոնք որ իհարկե իրենց հայտարարումները արդեն մեզ ուղարկում են եւ իրենք շատ բազմաթիվ են, մենք ընտրելու ենք լավագույնների ըստ իրենց առաջադիմության։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր բուհերի ուսանողները։ Պարտադիր պիտի լինեն ուսանող, դիմորդները ցավոք սրտի չեն կարող դիմել, որովհետեւ մենք ունենք այնտեղ մոգի ցուցանիշ, որը որ պետք է անպայման ներբեռնել անպայման հայտի մեջ։ Մարզաբնակ ուսանողներին է վերաբերում ծրագիրը, որովհետև նրանց խնդիրներն ավելի շատ են։ Հաճախ ստիպված են լինում ուսման հետ նաև աշխատել, ինչը ազդում է նրանց կրթության որակի վրա, ասում է Գոհար Ղումաշյանը։ Ընտրվել են մարզաբնակ ուսանողները, քանի որ իրենք բախվում են ավելի շատ խնդիրների, քան երևանաբնակ ուսանողները, որոնք են տրանսպորտային խնդիրներ, որոշ սոցիալական խնդիրներ, իհարկե կոմունալ, վարձակալության հետ կապված եւ ընդհանուր առմամբ մենք ցանկացել ենք թեթևացնել այդ ընտանիքների բեռը։ Կրթությունը 30 տարուց ավելի է Կարապետյան ընտանիքի ուշադրության կենտրոնում է, նկատում է Գոհար Ղումաշյանը։ Ուշադրություն է դարձվել սկսված միջդպրոցական կրթության, մանկապարտեզները կառուցվել մի շարք մարզերում Հայաստանի Հանրապետության կրթության որոշ ծրագրերին է աջակցություն իրականացվել եւ իհարկե բուհական համակարգում սովորող մեր ուսանողներին կլինի կրթաթոշակների տեսքով, կլինեն աջակցություն մեր տաղանդավոր իհարկե ուսանողներին, երիտասարդներին, ովքեր ցանկացել են իրենց կրթությունը արտերկրում շարունակել։ Լավագույններին մասնագիտական հանձնաժողովն է ընտրելու։ Ծրագրին մասնակցելու համար ուսանողները պետք է Գոհար Ղումաշյանի Facebook-ի եւ Instagram-ի էջերի այս հղումով մտնեն եւ լրացնեն մրցույթին մասնակցելու դիմումը։ Հայտերի վերջին օրը փետրվարի 1-ն է։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։